Ողջույն հարգելի հայրենակիցներ, ինչպես գիտեք, ամիսներ առաջ Մայր Հայաստանը նախաձեռնել էր ստորագրահավաք, որը վերաբերում էր քաղաքային տրանսպորտի գնին, մենք դեմ ենք այդ թանկացմանը և նախագիծ ենք ներկայացրել։ Այդ նախագծի տակ կա 17,000 քաղաքացու ստորագրություն, ովքեր որ սատարել են մեր նախաձեռնությանը։ Քաղաքային իշխանությունը, ինչպես հայտնի է, փետրվարի 1-ից թանկացրեց քաղաքային տրանսպորտի գինը և այժմ այն նախագիծը, որը մենք ենք ներկայացրել, սպասեցին այնքան, որ 4 ամսյա ժամկետը լրանա, նոր բերել են Երևանի ավագանու նիստի օրակարգ և քիչ առաջ հայտնի դարձավ, որ այդ նախագիծը քննարկվելու է հանձնաժողովի նիստում, համապատասխան հանձնաժողովի նիստում։ Ես զեկուցողն եմ, քաղաքացիները ինձ լիազորել են, որպեսզի զեկուցեմ այդ նախագիծը, և այսօր ժամը 19:00-ին քաղաքապետարանում կլինի այդ նախագծի քննարկումը։ Կարծում եմ այնտեղից ու եթերներ կարողանանք միանալ, հանձնաժողովի նիստերը չեն հեռարձակվում, ինչպես հայտնի է, մենք տեղից փորձենք ձեզ ինֆորմացիա տալ, հետևեք մեզ, հետևեք մեր ավագանու անդամների էջերին, Մայր Հայաստան շարժման էջին և այնտեղից դուք համապատասխան տեղեկությունները կստանաք։ Իսկ այս ընթացքում, ինչպես գիտեք, մենք բոյկոտի կոչ էինք արել և քաղաքացիների մեծ մասը իրենցից ներկայացրած թվերով պարզվում է ավելի քան 60%-ը բոյկոտել են քաղաքային տրանսպորտի թանկացումը և քաղաքային իշխանությունները գիտեք ինչ ապօրինությունների էին գնացել, ավտոբուսի վարորդների հետ կապված հայտնի ձայնագրությունները այդ մասին վկայում են և հիմա էլ երկրորդ քայլն են անում, ուզում են տուգանել այն քաղաքացիներին, ովքեր չեն վճարում, բայց եթե հիշում եք, իրենք ասում էին, որ իբր բոյկոտը չի կայացել, դրանց հետ նաև ձայնակցողներ կային այլ ճամբարներից և հիմա իրենք ուզում են տուգանքի մատերիալ դարձնել մեր քաղաքացիներին։ Սա մենք պետք է ամեն կերպ թույլ չտանք, մեր հաջորդական քայլերը հետևյալն են, որ մենք ավագանու նիստում կներկայացնենք 17,000 քաղաքացու ստորագրությամբ քաղաքային տրանսպորտի նախագիծը մեր, որով գինը չպետք է լինի ավել քան 100 դրամը, իսկ շատ օգտվելու դեպքում դրանից էլ քիչ, մենք կներկայացնենք մեր հիմնավորումները, եթե քաղաքային իշխանությունը մերժի մեր այդ նախագիծը, մենք ունենք հաջորդական մյուս քայլերը, ըստ այդմ կարող են գնալ հանրաքվեի տարբերակով, բայց մինչև այդ պետք է ընտրական իրավունք ունեցողների և Երևանում գրանցվածների 10% ստորագրությունը հավաքել, այնպես որ սա շարունակական գործընթաց է, ձեր բոյկոտը տվել է իր համապատասխան արդյունքները և կարող ենք ասել, որ մենք հիմա այսպես հերթական հանգրվանում ենք և այսօր արդեն հանձնաժողովի նիստում քննարկվելու է մեր քաղաքացիների համասեփականությամբ այդ նախագիծը, որը ձեր թույլտվությամբ և ձեր աջակցությամբ ներկայացնելու եմ ես։ Կլինենք կապի մեջ առայժմ։